Ողջույն բարեկամներ, այսօր միասին պատրաստում ենք բարձր խոշոր ծակոտիներով շատ փափուկ ու նրբահամ ընկույզով բիսկվիթ։ Սա մածունով ընկույզով բիսկվիթի անթերի բաղադրատոմս է, որը գոհացնում է բոլորին։ Միայն փափկությանն ու նրբությանը նայեք, այն իդեալական է մեկ գավաթ սուրճի հետ միասին։ Տապակի չափը 30-40 սմ է, ստացվում է բավականին մեծ թխվածք, չնայած դրան այն հաշված ժամերի ընթացքում վերջանում է։ Նախքան բաղադրատոմսին անցնելը մի մոռացեք հավանել տեսանյութը և ընկերների հետ կիսվել խմորեղենի պատրաստման այս համեղ և հեշտ տարբերակով, իսկ եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, քանի որ հայկական խոհանոցում ամեն ինչ շատ պարզ և հեշտ է։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է ամենապարզ հասանելի բաղադրիչները, այս բաղադրատոմսի մեջ շատ կարևոր է բաղադրիչների չափը։ 450 գրամ սենյակային ջերմաստիճանի մածունի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդա, մի լավ խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա և մի կողմ ենք դնում, մածունը պետք է շատ լավ փրփրի։ Մեծ թասի մեջ կոտրում ենք 4 ձու, ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ, եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազը մի փոքր ավել վերցնել։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և բաղադրիչները 4-ից 5 րոպե մի լավ հարում ենք, զանգվածը պետք է փրփրի և ծավալը մեծանա։ Այս բաղադրատոմսի մեջ օգտագործում ենք 150 գրամ հալեցրած կարագ, եթե ձեռքի տակ կարագ չկա, այն կարելի է փոխարինել նույնչափ մարգարինով կամ ձեթով, սակայն կարագով խմորեղենը շատ անգամ ավելի համեղ է ստացվում։ Կավելացնենք կարագը, մածունը, կխառնենք ևս 1-2 րոպե և վերջ։ Սիրելիներս, այս թխուկը այնքան համեղ է, որ վերջանում է հաշված ժամերի ընթացքում, այդ պատճառով պատրաստեք միանգամից մեծ չափաբաժնով։ Պետք է ավելացնենք 300 գրամ ընկույզ, որը կարելի է փոխարինել նուշով, գետնանուշով կամ պնդուկով, որքան ընդեղենը շատ ենք վերցնում, այնքան ավելի հագեցած համ ենք ստանում։ Ավելացնում ենք 400-ից 450 գրամ ալյուր, պետք է ստանանք գդալից հեշտությամբ ծորացող, թույլ խմոր։ Պարտադիր ալյուրը մաղում ենք, որպեսզի ստանանք խոշոր ծակոտիներով բարձր բիսկվիթ։ Սիրելիներս, պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե արդյոք հավանեցիք ընկույզով բիսկվիթի այս տարբերակը։ Մանրացնում ենք 300 գրամ ընկույզը և ավելացնում ենք խմորի մեջ։ Հեշտ լինելու համար ընկույզը կարելի է մանրացնել բլենդերով, սակայն երբ ատամի տակ զգացվում է ընկույզի կտորը, այդպես շատ ավելի համեղ է լինում։ Ստանում ենք նման թույլ, գդալից հեշտությամբ ծորացող խմոր։ Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ ենք փռում, լցնում ենք խմորը, համաչափ տարածում ենք և թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև պատրաստ լինելը։ Եթե կասկածում եք, որ յուղաթուղթը բարձր որակ ունի, այդ դեպքում յուղաթղթի վրա մի փոքր ծեծ տարածեք, որպեսզի չկպչի։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկի միջոցով, եթե փայտիկը չոր է, ուրեմն բիսկվիթը իդեալական թխվել է։ Թողնում ենք սառչի, փախլավաձև կտրում ենք և մատուցում ենք, չենք մոռանում մեկ գավաթ սուրճի մասին։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ նման փափուկ ու համեղ բիսկվիթի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։